Քանի որ նշեցիք հասարակական կազմակերպությունները, կարճ ուղղակի տվյալներ հայտնեմ, որ մենք շարունակում ենք ուսումնասիրությունները նաև հասարակական կազմակերպությունների հետ կապված, որոնք որ ապօրինի ըստ էության տնօրինում են պետական սեփականություն հանդիսացող գույքերը, դրանք տարբեր տեսակի միություններն են։ Այս պահին ուսումնասիրության ներքո են գտնվում ժուրնալիստների միությունը, նկարիչների միությունը, գրողների միությունը եւ մի շարք այլ ստեղծագործական միավորումներին պատկանող գույքեր։ Սա իհարկե որոշակի նյարդ է առաջացնում, որովհետեւ տպավորություն է, թե մենք փորձում ենք խանգարել այս միությունների աշխատանքին, բայց իրականում մենք աշխատանքի մասով որևէ միջամտություն եւ խնդիրներ չենք ստեղծում։ Մենք ընդհանրապես թույլ չենք տալիս, որպեսզի այս օտարումների շղթան շարունակվի։ Բարեբախտաբար մեր կողմից կատարված ուսումնասիրություններում դեռևս չեն հասցրել մեծ քանակի գույքեր օտարել, ավելի ոնց որ վատ վիճակում է նկարիչների միությունը, մնացածի մասով կարծես թե շատ չենք ուշացել, բայց այստեղ մենք ընդհանրապես խզում ենք այդ հնարավոր կոռուպցիոն շղթան, քանի որ գույքերը չեն օտարվում ուղղակի, օտարվում են այս անձանց հետ փոխկապակցված անձանց եւ ըստ էության հետագայում այդ անձանց կողմից, երբ որ ձեռք են բերվում բավական էժան գներով, շատ ավելի թանկ գներով, մի քանի տասնյակ ու 100 անգամ թանկ, օտարվում են այլ երրորդ անձանց, մենք այս շղթաներն ենք ուսումնասիրում եւ ըստ էության այս պահին թույլ չենք տալիս, որպեսզի օտարումները շարունակվի։ Նույն սխեման դոսաֆն է, մի տարբերությամբ, պարոն վարչապետ, քանի որ այստեղ իրենք կենտրոնական մարմին ունեն, կառավարման խորհուրդ, կառավարման խորհուրդը որոշել է, որ իր տիրապետումը գույքի նկատմամբ օրինական չէ եւ այս 11 գույքերը իր խորհրդի որոշմամբ որոշել է վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Քննչական մարմիններն ու դատախազությունը այս պահին իրականացնում են արդեն իրավական ձևակերպումների հետ կապված գործընթացները եւ ինչպես նշեցի, նաեւ քրեական գործ է քննվում այս հարցի վերաբերյալ, որովհետեւ գույքի նկատմամբ իրենց նախնական իրավունքների գրանցումները օրինական չեն։ Այդ մասին կա նաեւ Վճռաբեկ դատարանի որոշում, որը որ մենք օգտագործում ենք այս հասարակական կազմակերպությունների դեմ մեր հայցերում։ Էլի ուզում եմ ընդգծել, որ ստեղծագործական միությունների հետ կապված շատ բուռն քննարկումներ են բռնկվում երբեմն ստեղծագործական միությունների գործունեությունը որևէ ձևով խոչընդոտելու ոչ մտադրություն, ոչ ցանկություն, ոչ էլ սպառնալիք կա, այդպիսի խնդիր ընդհանրապես չկա։ Խոսքը Հայաստանի Հանրապետությանը եւ հանրությանը պատկանող գույքի պատշաճ կառավարման եւ պատշաճ հարաբերություններ հաստատելու մասին է։ Խնդրեմ Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես էլ կուզեի ընդգծել, որովհետև մենք շատ բազմազան դաշտի մասին ենք խոսում եւ որպեսզի նաեւ տպավորությունը թյուր չստեղծվի, կուզեմ ասել, որ մենք շատ միությունների հետ եւ նաեւ շատ հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցություն ունենք։ Ուզում եմ հիշեցնել օրինակ Սևան մարզական միությունը, որը կարևոր գործունեություն է ծավալում սպորտի ոլորտում եւ հատկապես գյուղական բնակավայրերում երեխաներին սպորտով զբաղվելու հնարավորություններ է ընձեռում եւ մենք օրինակ հրաշալի համագործակցության օրինակ էր, երբ որ Վիկտոր Արչինյանի մարզադպրոցի թեման էինք քննարկում եւ այդտեղ կար նաեւ զուգահեռաբար երկու այլ մարզադպրոցների աշխատանք անելու խնդիր, Գեղակերտի մարզադպրոցը Սևան մարզական հասարակական կազմակերպությանն էր դե ֆակտո նույն կարգավիճակում գտնվում եւ մարզական կազմակերպության հետ մեր համագործակցությամբ իրենց խորհուրդը դա արդեն իսկ նվիրաբերել է պետությանը, որպեսզի այդտեղ մարզադպրոցը բարեկարգվի եւ այդտեղ հետագա աշխատանքները կազմակերպվեն պատշաճ պայմաններում։ Եվ նույնը վերաբերում է նաեւ շատ միությունների, որոնց հետ մենք շատ արդյունավետ աշխատում ենք։ Իհարկե, այստեղ դա չի նշանակում, որ գուրքային հարցերը չպիտի կարգավորվեն, բայց ես էլ ուզում եմ վերահաստատել, որ իրենց գործունեության առումով եւ իրենց հետ նաեւ շատ տարբեր ծրագրեր իրականացնելու առումով սա ոչինչ չի նշանակում եւ այդ դաշտում այն աշխատանքը, որը որակյալ է ոլորտի զարգացմանն է տանում, դա իրականացվում է։ Շնորհակալ Շնորհակալ եմ, խնդրեմ պարոն Հարություն։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Տիկին Վարդապետյան, քանի որ ռանչպարի մասին խոսք գնաց, մի թեմայի անդրադառնանք։ Վերջերս եզդիական համայնքի հետ էի հանդիպում եւ նրանք մի փաստ նշեցին, որ նախկին գյուղապետի ձեռքով սեփականաշնորհվել է կամ իրենց տնօրինության տակ է հայտնվել համայնքի ուրեմն հողակտորների մեծ մասը, շուրջ 90 հեկտար արոտավայրերի եւ կուզեի իմանալ արդյոք ընթացք կա այս թեմայով եւ եթե չկա, խնդրեմ ուշադրություն դարձնեք դրան։
Շնորհակալություն, պարոն Հարությունյան։ Մենք ստացել ենք նաև վարչապետի աշխատակազմից ձեր հանդիպման վերաբերյալ տեղեկատվություն, նաև նշեմ, որ 37 հեկտարի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեում արկա էր վարույթ մինչև այդ տեղեկանքը ստանալը, որը որ քաղաքացիներից ստացած ահազանգի հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ մարմիններ ուսումնասիրություն արել եւ դուրս էր բերել 37 հեկտար տարածք։ Բնակիչները նշում են 150 հեկտարի մասին։ Մենք այս պահին նաև պետական շահերի պաշտպանության մեր գործառույթի շրջանակներում ուսումնասիրությունները ընդլայնել ենք, որպեսզի հասկանանք իրականում 37 հեկտարը, 90 հեկտարը, թե 150 հեկտարը, եւ ճիշտ եք նշում, բոլորը անօտարելի գույքեր են, որոնք չէին կարող փոխանցվել մասնավոր անձանց, իսկ տվյալ դեպքում փոխկապակցված անձանց էին փոխանցվել եւ ըստ էության կոռուպցիոն սխեմաներով դուրս էին բերվել համայնքի սեփականությունից եւ հակակոռուպցիոն կոմիտեն է վարույթ քննում եւ մենք պետական շահերի պաշտպանության հայցեր ունենք դատարաններ կացված եւ ուսումնասիրությունները ընդլայնված են մնացած հեկտարները հասկանալու համար։ Հարգելի գործընկերներ, ըստ էության վերադառնալով մեր քննարկվող հարցերին, Քարի սիմֆոնիայի եւ Դոսաֆին պատկանող գույքին, ըստ էության ընդհանուր առմամբ սա մեր ապօրինի օտարված սեփականաշնորհված գույքի վերադարձի գործընթացի մաս է, որը տեղի է ունենում, եւ ուզում եմ հիշեցնել, որ մենք այս գործառույթը իրականացնելու համար հետեւյալ ուղղությունները ունենք։ Մեկը պետական շահերի պաշտպանության գործառույթն է գլխավոր դատախազության, մյուսը ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, որը նույնպես արդեն գործում է, եթե ես ճիշտ եմ հիշում, Տիկին Վարդապետյան, մենք արդեն օրինական ուժի մեջ մտած որոշումներ, դատավճիռներ ունենք այս թեմայով եւ հաջորդ ուղղությունը քրեական գործերի քննության շրջանակներում էլի դատավարական գործառույթների շրջանակում ահա այս երեք մեխանիզմները գործում են, ինչ որ առումով որպես 4-րդ ուղղություն այս խնդրի լուծման կարելի է դիտել նաև հարկային ուղղություններով արվող որոշակի աշխատանքներ, ինչի մասին նախկինում բազմիցս խոսել ենք եւ Տիկին Վարդապետյան կուզենայի այս պահի ձեր գնահատականը լսել, թե ընդհանուր առմամբ 3 ուղղություններով, եթե այս ուղղություն մոռացա այս գործառույթի խնդրում եմ հիշատակել, այս ուղղություններով ապօրինի գույքի բռնագանձման եւ վերադարձի իրադրությունը այս պահի դրությամբ ինչպես կարող են գնահատել։ Համեցեք։